Բարև ձեզ, այսօր CBK-ի տաղավարում զրուցելու ենք կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ասոցիացված փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հոխիկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Տիկին Հոխիկյան, այսօր հոկտեմբերի 27-ն է, ոչրագործություն, որը փոխեց Հայաստանի ըստ էության ճակատագիրը, կարելի ասել, եւ հանցագործությունը պատվիրատուների մասով կոնե, եթե այդպիսի եղել են, իսկ այդպիսի մտածմունքներ կան, որ այդպիսի մարդիկ այնուամենայնիվ կամ կենտրոններ եղել են, դեռ բացահայտված չէ, ինչ դասեր պետք է քաղենք հոկտեմբերի 27-ից կամ ինչ դասեր ենք քաղել։ Դե հուսամ ինչ որ դասեր այնուամենայնիվ քաղել ենք այն առումով, որ ավելի լուրջ պիտի վերաբերվենք պետական ինստիտուտների անվտանգությանը, ու նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ շատ ավելի աչալուրջ պիտի լինեն, թե ընտրությունների գնալիս եւ ընտրություն կատարելիս ունեն իշխանության բերում տվյալ պարագայում։ Ինչ պատվիրատուներին է վերաբերում, ինչպես նշեցիք, պարզ չէ կան թե չկան, հուսամ մի օր գոնե կիմանանք։ Տիկին Հոխիկյան, անցնենք մեր առօրյա թեմաներին նաև, որոնք վերջին շրջանում զարգացումներ տեղ ունեցան օգոստոսի 8-ի փաստաթղթերից հետո, գիտենք, որ երկկողմի վերակողմ փաստաթղթեր ստորագրվեցին, որից հետո Ադրբեջանը ըստ այդ փաստաթղթերի Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ էր ստանում դեպի Նախիջևան, Հայաստանը փոխադարձ առավելություններով ճանապարհներ պետք է ստանար, ընդդիմությունը քննադատում էր, ասում էր, սա հերթական միակողմանի զիջումն է, Հայաստանը ոչինչ չի ստանում դրա փոխարեն, այդ փոխադարձության մասին բառը ոչինչ չի նշանակում եւ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակված, բայց դրանից հետո օրեր առաջ տեղեկացանք, որ Հայաստանը Ղազախստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ստանալու, վերջերս էլ քննարկումներ տեղ ունեցան, որտեղ Օվերչուկը Ռուսաստանի փոխվարչապետը նշել էր, որ քննարկվում է նաև, որ ռուսական եկաթուղիները կապ ստանան Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան եւ Հայաստան ուղղություններով, ինչ կարող ենք ունենալ այստեղ, արդյոք ընդդիմության թեզերը ջախջախվեցին, թե նրանք շարունակեն այս պնդումները անել, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, ու ինչպես պետք է դա արգումենտավորեն, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ ճանապարհները ապա շրջափակվում են։ Կարծում եմ ընդդիմությունը շատ ուղիղ կերպով է հասկանում ընդդիմություն եզրույթը, այսինքն ամեն ինչին պետք է ընդդիմանալ անկախ որակական եւ բովանդակային կոմպոնենտներից։ Տվյալ պարագայում պարզապես կարող ենք նշել, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի համատեքստում համաձայնության եկած այդ կետերի իրականացման ենք առերեսվում, եւ սա թերևս բխում է եւ Հայաստանի Հանրապետության եւ տվյալ պարագայում նաեւ Ադրբեջանի շահերից։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանը ձգտում էր ամեն կերպ հնարավորինս օգտագործելով իր բոլոր ռեսուրսները ինչ որ հարաբերություններ ստեղծել Միացյալ Նահանգների հետ։ Այս հռչակագիրը ստորագրելու այդ process-ը եւ նաեւ բուն ստորագրման, այսպես ասած, հնարավորություն նրան հենց այդ հնարավորությունը ընձեռեց, եթե հիշում եք, այնտեղ Ալիևը հայտարարեց, որ հույս ունեն, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում կկարողանան նաեւ իրենց հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության։ Այս ամենը հաշվի առնելով ես չեմ կարծում, որ Ալիևը այսքան բարդությունների միջով անցնելով այդքան ջանք թափելուց հետո, որպեսզի Միացյալ Նահանգների հետ ինչ որ հարաբերությունների որակական փոփոխություն ունենա, իր վերցված պարտավորությունները Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ չկատարի կամ պարզապես ոչ թե չկատարի, այլ հետ քայլանի։ Տիկին Հոխիկյան, տեսեք, ճանապարհ արդեն ըստ էության Ադրբեջանը տվել է Հայաստանին այն իմաստով, որ ղազախական հացահատիկը գնացքով գալու հասնելու է Հայաստան։ Չնայած դա տեղ ունենալու Վրաստանի միջոցով, որովհետև հայտնի է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկաթուղին պատրաստ չէ, չկա, այսինքն կար, հիմա չկա, քանդվեց 2000-ականներին։ Հիմա սա արդյոք չի նշանակում, որ պայմանավորվածությունները, չնայած ընդդիմության քննադատություններին, ընդդիմության վարկածներին, այնուամենայնիվ ապա շրջափակվում են եւ գործընթացը տեղի ունենում, այսինքն փաստաթղթերը իրականացվում են։ Հենց դա էլ նշեցի, որ ի հեճուկս այն բոլոր հայտարարությունների, որ ընդդիմությունը արել է, եւ ի հեճուկս բոլոր այն ակնկալիքներին, որոնք թերևս նրանք ունեին, մենք գետնի վրա տեսնում ենք այդ պայմանավորվածությունների իրականացումը։
եւ դրանցից թերևս ամենակարևորներից մեկը, առաջիններից մեկը ճանապարհների ապաշրջափակումն է։ Ինչպես նշեցիք, երկաթգիծ չունենք այս պահին, որով հնարավոր կլիներ ուղիղ անմիջապես Ադրբեջանից ստանալ այդ հացահատիկը, բայց այնուամենայնիվ փաստը, որ տվյալ բեռը անցնելու Ադրբեջանի տարածքով անխոչնդոտ կերպով թեկուզ եւ Վրաստանի տարածքով անցնելուց հետո միայն Հայաստան մտնելով արձանագրում է այդ հանգամանքը, որ տվյալ դեպքում խոչընդոտ Ադրբեջանը չի ստեղծել այս մասով։ Այսօր նաև, եթե չեմ սխալվում, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է նաև ճանապարհ տրամադրել Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակողություններով, քանի որ ճանապարհը գրեթե արդեն պատրաստ է, ունենք նաև, եթե չեմ սխալվում, սահմանային այդպես ուղեկալ մարգարայում պատրաստ։ Մարգարայում պատրաստ է արդեն ամեն ինչ, որպես Ադրբեջանն է կարծես թե հնարավոր կլինի արագ այսպես պատրաստել Ադրբեջանի սահմանին ունեցածներ հնարավոր։ Վարչապետը խոսում էր Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան եւ Գորիս ճանապարհի մասին, որով Ադրբեջանը կկարողանա միանգամից կապվել Թուրքիայի հետ, նշել էր, որ հենց վաղը կարող է Ադրբեջանը օգտագործել այդ ճանապարհը։ Սա էլ շատ կարևոր եմ գնահատում վարչապետի հայտարարությունը, քանի որ սա արձանագրում է, որ Հայաստանն էլ բավականին նախաձեռնողական է այս ուղղությամբ, այսինքն ոչ թե սպասում է մինչև թե երկաթուղային գծերը կառուցվեն, որը բավականին երկար կտևի, կարծում եմ նշում են առնվազն 1-ից 2 տարի, այնուամենայնիվ Հայաստանը արձանագրում է, որ ունենք հնարավորություն եւ այս պահին իսկ պատրաստ ենք տրամադրել այդ ճանապարհը, հիմա գնդակը Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշտում է։ Սա նշանակում է, այսինքն նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ըստ էության։ Ըստ էության հենց դա էլ հայտարարվեց, որ Թուրքիան արդյոք կօգտվի, հա, այս ճանապարհից։ Այդ պատճառով էլ նշում եմ, հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է, սպասենք տեսնենք, թե ինչպիսի արձագանքներ կստանանք, այնուամենայնիվ թուրքական դիվանագետներից վերջի շրջանում կարծես թե ինչ որ այդպիսի կիսահայտարարություններ կամ նման մեսիջներ ստացել ենք, այո, որ հնարավոր է, որ մոտակայում հայ-թուրքական սահմանը բացվի։ Ի՞նչն է խոչընդոտում Թուրքիային գնալ այդ քայլին, գոնե այս մասով, այս ճանապարհը օգտագործելու մասով, արդյոք հենց իրոք խնդիրը նա է, որ Ադրբեջանի հետ պետք է մենք պայմանագիրը, խաղաղության պայմանագիրը ստորագրենք, նոր գնա դրան, թե Թուրքիան այլ բանի է սպասում, որի մասին չի խոսում։ Երկու դեպքում էլ կարող ենք ինչ-որ այսպիսի մտավարժանքներ անել, այնուամենայնիվ կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն են առաջնային տվյալ բարեկայում, գուցե նրանց ներքին պայմանավորվածության համապատասխան նրանք չեն գնում այս քայլին դեռ, որովհետեւ ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիան բավականին լավ ռազմավարական դաշնակից է Ադրբեջանի համար այս բարեկայում, եթե կան ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, չեմ բացառում, որ նրանք հետևում են հենց դրան պայմանավորված նաև Ադրբեջանի հետ ձեռք բերված ինչ-որ համաձայնությունների։ Երկրորդն էլ, որ նշեցիք, չի բացառվում, որ նաև նրանք ունեն ինչ-որ վերապահումներ, գուցե այս պատճառությամբ պարզապես բանակցային փուլում են գտնվում, ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում չպիտի որ խնդիր լինի մարգարայի անցակետը բացել առնվազն։ Բայց եթե Ադրբեջանը օրինակ ճանապարհ է տալիս Հայաստանին, ինչու այդ դեպքում պետք է Թուրքիայից պայմանավորվածություն ունենա, որ Թուրքիան չօգտվի օրինակ Հայաստանի ճանապարհներից կամ չփածի սահմանը, որովհետև նկատվում է, որ Հայաստան եւ Ադրբեջան հարաբերությունները ինչ-որ առումով դեպի կարգավորում գնում են, բայց Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարծես շատ ավելի դանդաղ են ընթանում։ Մինչև վերջերս այնուամենայնիվ եկեք ֆիքսենք, որ Ադրբեջանը շարունակում էր հայտարարել, որ վերջնական ինչ-որ ընդհանուր պայմանագրային տրամաբանության կգան միայն այն դեպքում, երբ որ Հայաստանը ինչ-որ փոփոխությունների գնա, որոնցից մեկը շարունակվում է դեռ նշվել Սահմանադրության փոփոխությունները։ Ես հենց դրա համար էլ նշում եմ, որ գուցե ներքին պայմանավորվածություն կա երկու երկրների միջև, Ադրբեջանի միջև, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով շարունակում են այնուամենայնիվ չբացել ճանապարհները կամ գուցե դա օգտագործել բանակցային լծակ, ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության գալու հետ կապված։ Եվ ռուսական երկաթուղիների նաև միացումը այդ ճանապարհներին, հա, օգտագործում Ադրբեջանի երկաթուղիները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների իմաստով, սա ինչ կփոխի, որովհետև հիմա գիտենք, որ Վրաստանի տարածքով է ընթանում ամբողջ բեռնափոխադրումը եւ հիմնականում Լարսի անցակետով, որը դժվար անցանելի է, թողունակությունը փոքր է, ծմրանամիսներին ավելի վատ է։ Հիմա կունենանք երկաթուղու այլընտրանքը, եւ որը կարծես ավելի էժան է։ Սա ինչ-որ բան կփոխի, թե աշխարհակաղակական տեսանկյունից տնտեսականը հասկանալի չանադառնանք։
Երկու բան նշեմ, միայն այն, որ Ադրբեջանի ճանապարհներով հնարավոր կլինի բեռներ ստանալ, միայն դրանով արձանագրում ենք, որ մենք այլևս ունենք այլընտրանք, այսինքն ինչպես նշեցիք, Լարսի անցակետերից եւ Ռուսաստանի, այսպես բարի կամքից, միայն Ռուսաստանի բարի կամքից այլևս կախված չենք լինելու։ Սա հաշվի առնելով, կարծում եմ Ռուսաստանի հայտարարությունը ավելի շատ քաղաքական համատեքստում պետք է դիտարկել, այսինքն Ռուսաստանը անում է նման հայտարարություն, որպեսզի որևէ կերպ հետ չմնա այն քաղաքական օրակարգերից, որոնք ձևավորվում են մեր տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը ուշացած, բայց այնուամենայնիվ փորձում է ինչ-որ կերպ արձանագրել, որ ինքն էլ որևէ կերպ դեմ չի այն process-ներին, որոնք սկսվել են պայմանավորված մեր հռչակագրի ստորագրումով օգոստոսի 8-ի, եւ ինքն էլ կմասնակցի անշուշտ եւ բեռնափոխադրումների մասով ինքն էլ կօգտվի Ադրբեջանի կողմից տրամադրվող ճանապարհներից։ Բայց Տիկին Հողիկյան ընդդիմությունը ասում է, որ այսպիսով մենք Ադրբեջանից կախվածության մեջ ենք ընկնում, երբ սկսում ենք օգտագործել իր ճանապարհները, մասնավորապես Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը համեկի տաղավարում ասում էր, որ այսպիսով Հայաստանը կախվածության մեջ է Ալիևից, այն էլ հացահատիկի նման ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի առումով։ Կարծում եմ կախվածություն բառի իմաստը փոքր-ինչ պետք է վերաիմաստավորել իրենց բարակայում։ Կախվածություն ես համարում եմ այն հանգամանքներ, որ մենք ունեցել ենք մինչ այսօր, այսինքն ունեցել ենք միայն մի տարբերակ բեռնափոխադրումների եւ դա Լարսի տարբերակներ։ Եթե ինչպես նշեցիք դուք էլ ձեր խոսքում, Լարսը եղանակային պայմաններով կլինի, ինչու քաղաքական նկատառումներով կլինի հանկարծ փակվեր, փաստորեն մենք որևէ տարբերակ չէինք ունենում։ Կախվածությունը դա է, երբ որ չունես այլընտրանք։ Երբ բայց հիմա մենք ճշնամի պետությունից ենք կախվածության մեջ ընկնում, Տիկին Հողիկյան, Ադրբեջանը դա կախվածություն չի, որովհետեւ այլընտրանք այնուամենայնիվ կա։ Կախվածությունը այն դեպքն է, երբ որ դու չունես այլընտրանք եւ ցանկացած պայմանների ստիպված ես լինելու համաձայնել։ Հիմա կանք եկեղեցի Պարսաստիճան որոշ հոգևորականների, կաթողիկոսի եւ իշխանությունների հարաբերություններին հովանաբանքում տեղ ունեցավ պատարակ, որը անցկացնում էր կաթողիկոս Կարեգին II-ի կողմից կարգալույծ արված հոգևորական Արամ հոգևորականի կողմից, Տեր Արամն էլ ասում էր, որ կաթողիկոսին չի ճանաչում, Կտրիչ Ներսիսյանը ինքն է կարգալույց եղած եւ չի կարող իրեն կարգալույց անել, վարչապետն աջակցեց Տեր Արամին։ Այստեղ ինչ կարող ենք ունենալ, որովհետեւ Ռուսաստանը եւս սկսել է անհանգստանալ եւ սկսել է խոսել այդ մասին, օրինակ Նիկոլայ Բալաշովը, որը Կիրիլի խորհրդականն է, Ռուսաստանի պատրիարքի, ասում է, որ Հայաստանի իշխանությունները վերազանցում են իրենց լիազորությունները, եկեղեցին անջատում ամին է եւ ներթափանցում են եկեղեցու գործերի մեջ։ Դե այստեղ եկեք մի քանի հանգամանք իրարից առանձնացնենք։ Այն, որ եկեղեցին պարզապես վերածվել է ընդդիմադիր դաշտի խոսափողներից մեկը, ցավով պիտի արձանագրենք, որ դա այդպես է։ Առնվազն պատերազմից հետո մենք բարբերաբար տեսել ենք, որ տարբեր հոգևորականներ հանդես են եկել քաղաքական հայտարարություններով, կոչերով եւ այլն եւ այլն։ Այնինչ եկեղեցին պիտի լինի այն վայրը, որ այն կառույցը, որը որ պիտի առաջնորդի քրիստոնյա ժողովրդին։ Դե ասում են քաղաքացիներին, որպես քաղաքացի չեն կարող իրենց կարծիքը հայտնել։ Եկեղեցու դերը լրիվ այլ է։ Եթե նայենք եւ եկեղեցու դերի տեսանկյունից եւ առասակ իբրև կառույցի, որը որ պարտավորություն է վերցրել առաջին հերթին իր հոտին, տվյալ պարագայում քրիստոնյաներին առաջնորդելու առաստված, կարող ենք արձանագրել, որ այս բան եկեղեցին գոնե հայկական եկեղեցին նշենք, որ շեղվել է այս ճանապարհից։ Եթե եկեղեցին զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ապա նա չի կատարում իր հիմնական միսիան, որն է իր հետևորդներին, իր հոտին առաջնորդել առաստված։ Այսինքն չի կարող եկեղեցին ծառայել եւ մամոնային եւ միևնույն ժամանակ Աստծուն։ Նրանք կարծես թե տվյալ բարակայություն են արել քաղաքականության նիոքուտ, բայց արդյոք հայտնել որպես քաղաքացի օրինակ։ Բայց նրանք իբրև քաղաքացի չեն հայտնում իրենց կարծիքը։ Այն բոլոր եկեղեցականները, որոնց մենք տեսել ենք տարբեր իրավիճակներում, ինչպիսիք էին օրինակ երկու arczepiskoposները, որոնց հետ կապված քրեական գործեր կան, մեկով կարծեմ դատավճիրել արդեն կա արձանագրված, նրանք հանդես չէին գալիս իբրև քաղաքացիներ։ Անկամ եթե չեմ սխալվում, դատարանի դահլիճում սրբազաններից մեկը պարտադրում էր իրեն իր Ավազանյանով միտի մեկ ասում էր Բաղդադ մոռանալով որ նա դատարանում առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, անկախ իր կարգավիճակից, անկախ իր սքեմից եւ իր հոգեվորական լինելու հանգամանքից եւ առաջին հերթին պատասխանատու է օրենքի առջեւ։
եթե գտնվում է համապատասխան վայրում։ Եթե այս ամենը հաշվի ենք առնում եւ նաեւ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կաթողիկոսն էլ չի զլացել այս առնվազն 4-5 տարիների ընթացքում տարբեր առիթներով հանդես գալ խիստ քաղաքական բովանդակության հայտարարություններով, անկամ վարչապետի 2021-ին վարչապետի հրաժարականն էր պահանջում եկեղեցին, հենց ոչ թե անաթոռ։ Եվ շարունակել է դա անել տարբեր հոգեվորականների բերում։ Եվ մենք առնվազն եկեք արձանագրենք մի բան։ Մենք չենք տեսել, որ եկեղեցին իրեն դիստանցավորի այն հոգեվորականներից, որոնք հանդես են գալիս իբրև հոգեվորական, իրենց հոգեվոր անվամբ, ոչ ինչպես նշեցիք ավազանի անուններով, կոչեր են անում ռազմական հեղաշրջումների, կասկածվում են առնվազն զինված հեղաշրջման կազմակերպման մեջ եւ այլն տարբեր այսպիսի դեպքեր գիտենք, կարող ենք թվարկել։ Հիմա եթե եկեղեցին չի դիստանցավորել, չի հայտարարել, որ նրանք իրանից հանդես չեն գալիս, կարող են հակառակ աջակցել, ասում քաղաքական հետապնդումների։ Այո, ճիշտ է, Բագրատը, եթե չեմ սխալվում, բազում առիթներով նշել է, որ իրենք ունեն կաթողիկոսի օրհնությունը այս բարակայում։ Այնինչ մի դեպք հիշեցնեմ, հիշում եք, երբ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում էր եւ հայկական թեմի առաջնորդը նրան ողջունելիս նշեց, որ նրանք շատ ողջավորված են Հայաստանի եվրոպական ուղղություն վերցնելու հանգամանքով եւ այլն։ Եվ խաղաղությունն էր մաղթում Հայաստանը։ Այո, եւ խաղաղության այս նոր օրակարգով եկեղեցին շատ արագ արձագանքեց եւ նշեց, որ սա իր պաշտոնական մոտեցումը չէ։ Եթե այս մի պարագայում դրանք շատ շտապ արագ կարգով արձանագրում են, որ սա իրենց պաշտոնական մոտեցումը չէ, թեպետ Տեր հայրը չէր ասել այնպիսի մի բան, որը որ քրիստոնեական մասին են խոսում, խաղաղության մասին են խոսում, քրիստոնեական չէ դոգմատի այսպես բաներից դուրս էր։ Այնինչ երբ մյուս իր ներկայացուցիչները իդեմը սրբազանների մի շարք քահանաների հանդես են գալիս քաղաքական կոչերով, ռազմական հեղաշրջման կոչերով, քարոզների ժամանակ բազում դեպքեր գիտենք, նաև երբ տարբեր եկեղեցիներում քարոզների ժամանակ քաղաքական ինչ-որ բովանդակության տեքստեր են արտասանվում եւ այլն։ Այս ամենը հաշվի առնելով չենք կարող պարզապես մեզ դնել այսպես հիմարի տեղ եւ չֆիքսել, որ սա այնուամենայնիվ կենտրոնացված ինչ-որ մոտեցում է եւ եկեղեցու անմիջական ղեկավարությունը տվյալ պարագայում իդեմս կաթողիկոսի ամեն կերպ աջակցում է։ Տիկին Հողիկյան, ասենք կարող ենք ասել, որ եկեղեցի ու գլխավոր հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ վերածվել են քաղաքական հակառակորդների իշխանությանը ու կարելի ասել կուսակցական գործունեությամբ են զբաղվում։ Կարող ենք արձանագրել, որ եկեղեցու այսպես բարձր պաշտոն զբաղեցնող տարբեր անդամներ առնվազն քաղաքական գործունեությամբ են զբաղվում, իրենց կամքով թե ոչ չենք կարող դա արձանագրել, կամ առնվազն կարող ենք ողջամիտ կասկած ունենալ, որ ոչ, ինչու, որովհետև կրկին հիշեցնեմ նույն կաթողիկոսի կողմից Վլադիմիր Պուտինին կողմից շնորհված այն մեդալը, որ նա ստացավ իր ծառայությունների համար, թե իր ներդրումների համար, գուցե սխալվեմ բառացի, այսպես բնորոշման դիտանկյունից, բայց եթե չեմ սխալվում մշակութային եւ այլ ինչ-որ ներդրումների համար։ Ինչու պիտի այլ երկրի, հատկապես մի երկրի, որը որ բազում անգամներ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության սուվերենությունը նրա համար ցանկալի չի եւ Հայաստանի Հանրապետությունը իր համար, ինչպես իրենք են նշում ռուսերեն, նիդա գասուդարստվա է, ինչպես եւ Ուկրաինան 40 միլիոնանոց։ Ինչի պիտի այդ երկրի ղեկավարը, ինչ ծառայությունների համար պիտի այդ երկրի ղեկավարը տա մեդալ մեր հոգեվոր առաջնորդին։ Հիմա Սրանով պայմանավորված առնվազն կարող ենք ողջամիտ կասկած ունենալ, որ եկեղեցին առաջնորդվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության եւ իր անմիջական հոտի շահը իր մտքում ունենալով, այլ երրորդ երկրի շահը իր մտքում ունենալով։ Այսինքն անգամ անձնական չի։ Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ տվյալ պարագայում նրանք առաջնորդվում են ավելի շատ Ռուսաստանի շահը իրենց մտքում ունենալով։ Մի դրվագ էլ հիշեցնեմ, Գարեգինի եղբայրը Մոսկվայի թեմի առաջնորդը Եզրասը, այո, եթե հիշում եք 18 թվականի հեղափոխության օրերին էր, երբ Հայաստանի Հանրապետության բազում քաղաքացիներ այնտեղ բնակվող հավաքվել էին եկեղեցու բակում, նա ոչ միայն չէր դուրս եկել զրուցելու իր հոտի ներկայացուցիչների հետ, այլ նաև զանգել էր հատուկ ծառայություններին Ռուսաստանի Ալֆա Ջոկատին, եթե չեմ սխալվում, եւ իր հոտի ներկայացուցիչների օմոներ կանչել։ Ալֆա Ջոկատն էր, օմոներ հատուկ ծառայություններին զանգել։ Ամեն դեպքում սա էլ արձանագրենք։ Հիմա ում շահներ տվյալ պարագայում սպասարկում Եզրասը իր հոտի ներկայացուցիչների,
թե այնուամենայնիվ երրորդ երկրի, որտեղ նա ծառայություն է մատուցում, երրորդ երկրի իշխանությունների շահներ սպասարկում, պայմանավորված նրանց վերաբերմունքով նույն հեղափոխության նկատմամբ։ Այսպիսի բազում դրվագներ կան, որոնք երբ միացնում ենք, չենք կարող այնուամենայնիվ կասկած չունենալ, անգամ համոզմունք ինչ որ չափով չունենալ, որ մեր եկեղեցու բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչներ գործում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ եկեղեցու շահը իրենց մտքում ունենալով, այլ երրորդ երկրի շահը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության։ Կարող ենք ասել, որ իշխանություն ու եկեղեցու վերադաս փոխադարձ քաղաքական հարվածներ են։ Եկեղեցին ես չէի ընդհանրացնի, քանի որ եկեղեցին նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, այսինքն այստեղ միայն հոգևոր դասի ներկայացուցիչների մասին չէ խոսքը։ Եթե խոսում ենք կառույցի մասին, եկեղեցիների մասին, նրանք ոչ այլ ինչ են, քան աղոթատեղի հավատացյալ անձանց մասին։ Իսկ տվյալ պարագայում, եթե առանձնացնում ենք այո այս տարատեսակ հոգևորականներին, տվյալ պարագայում կարող ենք արձանագրել, որ նրանք անցել են այն կարմիր գիծը, որտեղից հետո այլևս հնարավոր կլինի ինչ-որ ընդհանուր համաձայնության գալ տարբեր հարցերի շուրջ, որովհետև ֆիքսել են, որ առնվազն Հայաստանի Հանրապետության շահը իրենց հիմնական օրակարգային առաջնահերթություններից մեկը չէ։ Նկատի ունեք կարմիր գիծը անցնելով ինչ նկատի ունեք։ Եկեղեցին է անցել կարմիր գիծը, որովհետև բազում անգամներ վերջին տարիների ընթացքում ապացուցել է, որ նրա համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության շահը չէ եւ արճակատվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ընտրված իշխանությունների հետ, որին իդեպ ընտրել է քաղաքացին, եւ եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետության ինչ որ խնդիրներ է տեսնում, ինչպես օրինակ նշում են տարբեր խոստումների չկատարելու հետ կապված եւ այլն, պարզապես մյուս ընտրություններին չի ընտրի։ Իսկ եկեղեցու ներկայացուցիչներին կամ բարձրաստիճան պաշտոնյաներին ով է ընտրել, ով է տվել այդ իրավասությունը առհասարակ խառնվելու այս բոլոր process-ներին եւ ում են նրանք ի վերջո այսպես պատասխանատու։ Այդ դեպքում եթե կարմիր գծերն անցած են ու հնարավոր չի արդեն հաշտեցում ըստ էության կամ ընդհանուր հայտարարի գալը, ինչպես եք տեսնում եզրահանգումը, ինչպես կարող է հարթվել կամ հանգուցալուծվել այս իրավիճակը։ Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչ ունեն իրենց մտքում, բայց ակնհայտ է, որ նրանք էլ չեն դիտարկում որևիցե տարբերակ հետ վերադառնալու իրենց վերս։ Այո, նահանջի տարբերակներ կարծես չեն դիտարկվում, դա արձանագրվեց թեկուզ հենց միայն նաև նրանով, որ նրանք արճակատման գնացին, անգամ այս Կիրակի օրվա նշեցիք Հովանավանքում եղած այս մատուցված ծառայության հետ կապված հայտարարությունից հետո նրանց հանդես եկած հայտարարությամբ առհասարակ անգամ կարգալույծ անելը Տեր Արամին կարծում եմ նրանց կողմից ռազմավարական սխալ էր այս տեսանկյունից, որովհետև նրանք արձանագրեցին, որ այո, իրենք խնդիր ունեն անձնական խնդիր ունեն իշխանությունների հետ եւ դրանով պայմանավորված չեն խորշելու որևիցե եւ մինչեւ վերջ գնալու են, այսինքն ստացվում է, որ նրանք հետքալ չեն անում, իսկ եթե հետքալ չեն անում, նրանք տեղել չեն թողնում իշխանությանը որևիցե կերպ հետքալ անելու։ Մի բան էլ կարծում եմ քրիստոնյաներին առաջին հերթին այն մարդկանց, ովքեր առնվազն իրենց մեր եկեղեցու հետևորդ են համարում, քրիստոնյա են համարում, առաջին հերթին պետք է հետաքրքրեն ոչ թե այն պաշտոնները, որոնք զբաղեցնում են քահանաները, պայմանավորված ինչ-ինչ այսպես ընտրություններով եւ այլնով, որ բարձ չէ թե անգամ ով է ընտրել կամ ով է նշանակել տարբեր։ Հենց այսօր է ընտրվել են իդեպ Գարեգին երկրորդը դարձել է Կատրիշ Ներսիսյանը դարձել է Գարեգին երկրորդը, այսինքն 27 թվականին կաթողիկոս դարձել։ Այո, 27 թվականի օկտոբերի 27-ին։ Այո, այո։ Կարևոր չի ինչ պաշտոններ են նրանք զբաղեցնում, երբանից են այդ պաշտոնները զբաղեցնում։ Կարևորը նա է, թե ինչքանով են նրանք համապատասխանում իրականում Աստծո ծառայի կերպարին։ Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ վերջին շրջանում ստացել են եւ առնվազն չի հերքվել եկեղեցու այն ներկայացուցիչների կողմից, ում հանդեպ այդ մեղադրանքները ներկայացվել են, ստացվում է, որ նրանք առնվազն չեն կարող ծառայել այն պաշտոններում, որոնցում ծառայել են տարիներ շարունակ, այսինքն չեն համապատասխանում այն պահանջմունքներին, որոնցով պայմանավորված կարող են զբաղեցնել այդ պաշտոնները եւ լինել քրիստոնյա հավատավոր հոտի առաջնորդները, ովքեր պիտի վերջո այդ հոտին առաջնորդեն առ Աստված։ Ինչով են նրանք զբաղված, նրանք քաղաքական գործունեությամբ են զբաղված։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ Գարեգին երկրորդը կամ Կտրիշ Ներսիսյանը հետ չի գնալու նահանջի, չի դիմելու, ինչ է լինելու այդ դեպքում։ Իշխանություններն գործիքակազմ չունեն ըստ էության, չի կարող վարչապետը որոշում կայացնել հեռացնել կաթողիկոսին։ Սպասենք, տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն, հուսանք, որ այնուամենայնիվ այդ process-ները եկեղեցու ներսում էլ
կսկսեն ինչ որ կերպ ավելի ակնհայտ կերպով, հա, մաքրման process-ներ սկսվել եւ տարբեր եկեղեցականներ անկախ նրանից, որ վերջերս կարծեմ հարցազրույցներից մեկում հոգեորականներից մեկը նշել էր, որ Գարեգին երկրորդը բազում կոմպրոմատներ ունի տարատեսակ հոգեորականների վրա, այդ իսկ պատճառով շատերը չեն կարող իրենց թույլ տալ Գարեգինի դեմ խոսել։ Հիմա գուցե շատերը անտեսելով այդ հանգամանքը պարզապես ի վերջո համարձակություն ունենան եւ հանդես կան այնուամենայնիվ եկեղեցու կարևորությամբ պայմանավորված, եկեղեցու առաքելության կարևորությամբ պայմանավորված հանդես կան ներսից եկեղեցու մաքրման եւ ռեֆորմացիայի պահանջով։ Շնորհակալ եմ Տիկին Հովիկյան։ Ձեզ էլ շնորհակալություն։ CVK-ի եթերում զրուցեցինք Էլեն Հովիկյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։